Հնդիկի հետ ամուսնացած և Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան խոսել էր իր կրոնական պատկանելիության մասին ու նշել. «Քանի որ հիմա Հնդկաստանում եմ, եկեղեցի չեմ հաճախում, ի դեպ ես կաթոլիկ չեմ, կաթոլիկների հետ որոշ անհամաձայնություններ ունեմ, նրանք շատ բաներ են անում, որոնք Սուրբ գրքում գրված չեն, ես Աստվածաշունչը 2 անգամ կարդացել եմ, չեմ պատկանում որևէ կրոնի, բայց հավատում եմ Հիսուսին այն բանից հետո, երբ 2 տարի խորը ուսումնասիրեցի բոլոր կրոնների արմատները, ի դեպ այսօր տեսա, որ եկեղեցին բաց է ու որոշեցի ներս մտնել»։ Դերասանուհի Սիլվի Բարկովան ինստագրամյան իր էջում հանդես է եկել նոր գրառմամբ, որի մեջ մասնավորապես նշել էր. «Կամաց սովորում եմ, որ որոշ մարդիկ ինձ համար լավ չեն, անկախ նրանից, թե որքան եմ նրանց սիրում, ես արժանի եմ նրան, ով նուրբ է ու բարի, ով չի ցավեցնում հոգիս, պետք չէ արձագանքել այն ամենին, ինչն ինձ անհանգստացնում է, ես կամաց սովորում եմ, որ այն էներգիան, որն անհրաժեշտ է քեզ հետ պատահած ամեն վատ բանին արձագանքելու համար, քեզ սպառում է և խանգարում կյանքում մյուս լավ բաները տեսնելուց, ես կամաց սովորում եմ, որ չեմ լինելու բոլորի թեյի բաժակը և չեմ կարողանա ստիպել բոլորին վերաբերվել ինձ այնպես, ինչպես ես եմ ուզում, որ ինձ հետ վարվեն և դա նորմալ է։ Ես կամաց սովորում եմ, որ ինչ-որ մեկին հաղթելու այդքան ջանք թափելը պարզապես ժամանակի և էներգիայի վատնում է, և դա քեզ ոչինչ չի լցնում բացի դատարկությունից։ Ես կամաց սովորում եմ, որ չարձագանքելը չի նշանակում, որ ես բոլորից լավն եմ, դա պարզապես նշանակում է, որ ես ընտրում եմ բարձրանալ։ Ես ընտրում եմ վերցնել այն դասը, որը ստացել եմ և սովորում եմ դրանից։ Ես ընտրում եմ լինել ավելի մեծ մարդ։ Ես ընտրում եմ իմ մտքի խաղաղությունը, քանի որ դա այն է, ինչն ինձ իսկապես անհրաժեշտ է, ինձ դրամաներ պետք չեն։ Ինձ պետք չեն մարդիկ, որոնք ինձ ստիպում են զգալ, որ ես բավականաչափ լավը չեմ, ինձ կռիվներ ու վեճեր, կեղծ հարաբերություններ պետք չեն։ Ես կամաց սովորում եմ, որ երբեմն ընդհանրապես ոչինչ չասելը ամեն ինչ ասում է։ Ես կամաց սովորում եմ, որ արձագանքելով այն բաներին, որոնք ինձ վրդովվեցնում են, ուրիշին իշխանություն եմ տալիս իմ զգացմունքների վրա։ Դուք չեք կարող վերահսկել, թե ինչ են անում ուրիշները, բայց դուք կարող եք վերահսկել, թե ինչպես եք արձագանքում, ինչպես եք վարվում դրա հետ, ինչպես եք դա ընկալում և որքանով եք ցանկանում անձամբ ընդունել։ Ես կամաց սովորում եմ, որ շատ ժամանակ այս իրավիճակները ոչինչ չեն ասում քո մասին և շատ բան են ասում դիմացինի մասին։ Ես կամաց սովորում եմ, որ միգուցե այս բոլոր հիասթափությունները պարզապես այստեղ են, որպեսզի սովորեցնեն սիրել ինքներս մեզ, քանի որ դա կլինի զրահն ու վահանը, որը մեզ անհրաժեշտ է այն մարդկանց դեմ, ովքեր փորձում են մեզ տապալել։ Նրանք մեզ կփրկեն, երբ մարդիկ փորձեն սասանել մեր վստահությունը։ Ես գտնվում եմ երկրի վրա դրախտում, ճիշտ ասած, բարի ձեզ ինչ հաճելի է, մոռաց ինքն իրան միացավ այս լայֆը։ Ոնց եք հայրենակիցներ, ձեզ շատ կարոտել եմ, այս ոնց են պտտում, որ ձեզ ցույց տամ այն մյուս հատվածը։ Այս լայֆով հա։ Մի հատ նայեք ինձ սիրունա, ինքը շատ բարձր սարա, ու այս բարձր սարերի մեջ գտնվում է Կասոլ քաղաքը, որտեղ ապրում են շատ իզրայելացիներ, իրականում հիմա էլի կասեք սկսել է գովալ, բայց հա իզրայելացիներ, իրանք թարցտեղը պարկողը չեն, իրանք գիտեն ինչ տեղեր են ընտրում, ինքը բավականին հեռու տեղ է, բավականին մեծ սարեր են, եթե տեսնում եք, ուստեղ շատ իզրայելացիներ են ապրում, ինքը կոչվում է մինի Իսրայել իրականում, տեսեք ինձ սիրուն մաքուր ջուրա, ու այդպես, բայց հիմա իզրայելացիները այստեղից գնացել են պատերազմի պատճառով, որովհետև Իսրայելում պատերազմա ու բոլորը գնացել են իրանց երկիր, բայց հետ են գալու, իսկ իրականում, երբ որ ես այստեղ եկել էի, իզրայելացիների հետ խոսում էի, իրանք ասում էին, որ իրանք Իսրայել գնալու նպատակ չունեն, սա է իրանց երկիրը, սա է իրանց տեղը, բայց տեսեք, երբ որ պատերազմ եկավ, բոլորը գնացին, ստեղի բնակչության հիմնականում մեծ մասը իզրայելացիներ են, ու հեսապաստառները ամեն ինչը որ ցույց տամ կտեսնեք, հենց եբրայերեն էլ գրած է, շատ սիրուն տեղ է, իրականում ես էլ մեծ հաճույքով ստեղ կապրեի, այս Հնդկաստանի լեռները իրականում լրիվ Հայաստան, ոնց որ Հայաստանը լինի, բայց ի տարբերություն Հայաստանի լեռների, այստեղ լեռները մի քիչ ավելի բարձր են,
ու այստեղ ավելի շատ, ահա, ու այստեղ ավելի շատ ինչ մեր մոտ քարքարոտ է, իրանց մոտ ավելի շատ բանա, ծաղկուն է, ծառա շատ է, բայց բնությունը նման է շատ ու շատ մերին, այդ կանաչ իմ հետևորդներից մեկը իրականում այնքան սիրուն էր գրել, հեսա որ գտնեմ նամակները, որ շատ չլինի իրանը կարողանամ գտնել, կտեսնեք, շատ սիրուն նկարագրել էր մեր բնությունը համեմատելով Հնդկաստանի բնության հետ։ Այտենց դու որտեղ ես, ես կասոլում եմ Հնդկաստանում, շուտով կգամ Հայաստան նորից, երկար չեմ մնա ստեղ։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, լավ մնացեք, ես մի ամիտ էր իրականում նպատակ չունեի լայվ անելու, հեսա նայք ինձ սիրուն է, մենք էլ գնում ենք ներքև։ Չան։ Հա? It's windy. I will go and bring now. So go and bring them. Ha, It's windy, John. ha, you are here, right? Don't go anywhere, I'm coming. Խնդրել եք, որպեսզի անպայման պատասխանեմ այդ հարցին, թե ինչու ամուսնացա հնդիկի հետ։ Որովհետև ինքը Հնդկաստանից է, ինքը հնդիկ է, չգիտեմ ինչ կերպ կարելի է պատասխանել այդ հարցին։ Ես սիրեցի իրան։ Եվս մեկ հարց, որ ես վստահ եմ տոնայնությունն ու դեմքի արտահայտությունը այսպեսին է եղել, այդ մեր հայ տղերքի մեջ տղա չկար, գնացիր հնդիկի հետ ամուսնացար, կան, ոչ թե կար, այլ կան, և շատ լավ տղաներ կան, ու թողել եմ իրանց ձեզ, որպեսզի դուք ամուսնանաք, վատ բան եմ արել։ Ողջույն բոլորին, ես այսպես պատրաստված արդեն դիմակ եմ, որովհետև պատրաստելու իմ դեմքի համար եւ բաղադրատոմսով ձեզ հետ կկիսվեմ։ Այստեղ գտնվում է մեկ հատ ձվի սպիտակուց, ես հարիչով այն հարել եմ, մինչև որ այն կփրփրի, տեսնում եք այն փրփրած է։ Շատ չհարեք դուք էլ, որովհետև բեզե չենք պատրաստում, եւ իրա վրա ավելացրել եմ 1 թեյի գտալ մեղր։ Դու գիտեք, որ ձվի սպիտակուցը իհարկե շատ օգտակար է, այն լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիական ոլորտում, բայց ոչ միայն ձվի սպիտակուցից պատրաստվում են նաև դեղեր, քանի որ այն պարունակում է նատրիում, կալցիում, մագնեզիում, ցինկ եւ այլ հանքանյութեր շատ օգտակար, ինչպես նաև վիտամին B, վիտամին H, մեր լեզվով ասած, եւ ինչի համար է ձվի սպիտակուցը։ Ձվի սպիտակուցը ուրեմն ձգում է մաշկը, սպիտակեցնում է մաշկը եւ մաքրում է ծակոտիները, այն հարթեցնում է կնճիռները, եթե կնճիռները նոր են ուրեմն առաջացել, այն ամբողջությամբ հեռացնում է, եթե դուք պարբերաբար այն կիրառեք, իսկ եթե ոչ, ապա արդեն ծեր մաշկի համար բավականին օգուտ կտա, այսինքն ավելի կհարթի մաշկը, հա։ Ինչպես նաև այն շատ լավ է բորբոքված մաշկ ունեցող մարդկանց համար, որովհետև այն հեռացնում է բորբոքային process-ը մաշկից, եւ իմիջիայլոց ձվի սպիտակուցը հիմնականում շատ լավ է յուղոտ մաշկ ունեցող մարդկանց համար եւ կոմբինիրованный մաշկ ունեցող մարդկանց համար, ներողություն, ես դա հայերեն չգիտեի։ Այդպես եթե դուք ունեք այդպիսի մաշկ, շատ առատ, շատ հանգիստ օգտագործեք ձվի սպիտակուցը։ Կոնկրետ այս դիմակը ինչի համար է, այն լավ երիտասարդացնում է մաշկը եւ ձգում է մաշկը, քանի որ ձվի սպիտակուցը ինքը հենց ունի այդ հատկությունը մաշկը ձգելու, այնպես որ ես էլ հիմա իմ մաշկը ձգում եմ։ Այս դիմակը կքսեմ իմ դեմքին, կպահեմ 15 րոպե եւ կլվանամ սառը ջրով։ Ես այսօր ժամին գտնվում եմ Հնդկաստանի հայտնի ստենդափերի հետ, ինքը հայտնի է այստեղ VIP անունով, ինքը կարողանում է միմիկայով խոսել 200-ից ավել դերասանների ձայնով, եւ նաեւ ինքը կարողանում է գեղեցիկ կատակ, գիտեք այդ բառը, որտեղ որ աղջիկները բրանսլետներ են դնում իրենց ոտքերին, եւ ինքը կարողանում է այդ ձայնը հանել։ Հիմա ես կքայլեմ ու ինքը այդ ձայնը կհանի, կտեսնեք։ Stop. Գնացեք։ Yes.
The Armenian translation. Սգայի Նշանադրություն, or you can say նշանդրեք, Shadi հարսանիք, Parivar ընտանիք, Mami Papa Mata Pita ծնողներ, or you can say մայր եւ հայր, Pache երեխաներ. How cute. I have bacha. Yes, I ulen mek don't know, it's երեխա. good. I'm happy. Good? No, it's not good. It's good. I No, am it's not Bacha. good. I am a kid. No, you are not kid anymore. To have a baby is a very big blessing. I'm a baby. Shut up.